բայց Աստված աշխարհի հիմարներին ընտրեց, որպեսզի ամոթով անի իմաստուններին, եւ աշխարհի տկարներին ընտրեց, որպեսզի ամոթով անի զորավորներին, եւ աշխարհի անարգներին ու ոչինչներին ընտրեց, որպեսզի ոչ մի մարմին չպարծենա Աստծո առջև։ Աստված չի ընտրում այն, ինչ աշխարհը կընտրեր։ Աշխարհը միշտ փնտրում է ուժեղներին, անուն ունեցողներին, գեղեցիկներին, հաղթողներին, եւ ամեն ինչ չափում է տպավորությամբ, բայց Աստծո թագավորությունը գործում է հակառակը։ Աստված ընտրում է նրանց, ում աշխարհը մերժեց, նրանց, ում մի կողմ դրեցին, նրանց, ում խելքը չբավականացրեց աշխարհի չափանիշներին, ում ձայնը չէր լսվում ամբիոններից։ Նա վերցնում է կոտրվածին ու դարձնում Աստծո գործի բարձրախոս։ Նա վերցնում է մերժվածին ու նրան նստեցնում իր սեղանի առաջ։ Նա վերցնում է վերջինին եւ նրան բարձրացնում առաջինի նման։ Ինչու՞։ Որպեսզի երբ գործը կատարվի, մարդը չասի ես արեցի, այլ ամեն սիրտ հռչակի, սա Աստված արեց։ Քեզ տկար ես զգում, քեզ անկարող, անտեսված, անարժան ես զգում, երբեմն հենց դու ես Աստծո ընտրած գործիքը, որով նա խայտառակելու է աշխարհի հպարտությունն ու կարծրությունը, ոչ թե որպեսզի դու փառավորվես, այլ որպեսզի դու լինես կենդանի վկայություն, որովհետև Աստված չի ընտրում կատարյալներին, այլ կատարելագործում է ընտրվածներին, որպեսզի ոչ մի մարմին չպարծենա, այլ բոլորը խոնարհ սրտով կանգնեն ու ասեն. «Փառք քեզ, Տեր, որ ինձ ընտրեցիր հենց իմ ոչնչության մեջ»։